Մենք շարունակում ենք մեր ընթացքը սիրելի հեռուստադիտողներ, իհարկե առավոտ լուսոյի շրջանակներում այսօր մեծի մասամբ մենք անդրադառնում ենք Կոմիտաս վարդապետին, նրա մտածողության, ապրելակերպին, հետաքրքիր փաստերին, բայց անմասն չենք կարող մնալ այն կարևոր նախաձեռնություններից, որոնք այսօր կատարվում են Կոմիտասի Թանգարան ինստիտուտում, սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ այս կարևոր առիթով մեզ մոտ տաղավարում է Լիլիթ Հարությունյանը, Կոմիտասի Թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս։ Բարի ողջույններս, բարի գալուս մեր տաղավար։ Բարի լույս։ Շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք։ Այսօր իհարկե բոլորիս կարելի է շնորհավորել վարդապետի ծննդյան օրվա կապակցությամբ եւ շնորհակալ ենք, որ այս շատ խիտ գրաֆիկով հագեցած օրը որոշել եք սկսել մեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պատահական չէ, որ խոսում ենք խիտ գրաֆիկով օրվա մասին, որովհետև օրը ոչ միայն տոնական է, որովհետև Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է, այլ նաև Թանգարան ինստիտուտում Կոմիտասի անվան հենց այսօրվանից մեկնարկում է ցուցադրություն։ Բացվելու է նամակներ Վիլժուիֆից ցուցադրությունը, որը նվեր է մեզ բոլորիս Կոմիտաս Գևորգյանի հավաքածուն է։ Մի փոքր պատմենք ինչպես եղավ կապը Կոմիտաս Գևորգյանի հետ, ինչպես է հավաքել այս նմուշները եւ ինչու որոշեց նվիրել Թանգարան ինստիտուտին ու առաջին հերթին իհարկե շնորհակալություն բոլորիս անունից այս մեծ նվերի անգնահատելի մեծ նվերի համար։ Կարևոր ձեռքբերման համար վստահաբար։ Միանշանակ ես էլ եմ միանում շնորհակալություններին, մենք արդեն 10 տարի շարունակ շնորհակալ ենք այս մարդուն եւ այս 10 տարիների ընթացքում Կոմիտաս վարդապետի կյանքը եւ գործունեությունը Թանգարանի գործառույթների առաջին տեղում է միշտ գտնվել եւ հենց հիմնադրման օրվանից մենք ձեռնամուխ եղանք նոր վավերագրեր, նոր փաստաթղթեր, առհասարակ արժեքավոր նյութեր հավաքելու գործին եւ հենց առաջին տարում էլ մի մեծ ձեռքբերում ունեցանք իդեմս ֆրանսաբնակ հայազգի դիրիժոր երաժիշտ Կոմիտաս Գևորգյանի ֆոնդի, որը Նասիրահոժար նվիրեց Թանգարանին եւ որը իրենից ներկայացնում է տարիների ընթացքում հավաքված մեծ վավերագրերի ֆոնդ, դրանք եւ նամակներ են եւ հեռագրեր են եւ ուղղակի ինչ որ տեղեկանքներ են եւ այլն ամենատարբեր տեղերից, ոչ միայն նամակներն են Վիլժուիֆից, որոնք մենք ցուցադրելու ենք եւ առանձին ուշադրություն ենք դարձնելու, բայց նաեւ այլ նյութեր կան, որոնք եւս առնչվում են Կոմիտաս վարդապետին, նրա խնամատար հանձնաժողովին, դրա գործունեությանը, ամենատարբեր տեղերից, տարբեր երկրներից հավաքված նյութ է, որը փաստորեն բավականին հարստացրել է Թանգարանի հենց ֆոնդային հավաքածուն։ Սա հիանալի է իսկապես, որովհետև մենք հաղորդման սկզբից էլ նշում ենք, որ միևնույն է ինչքան էլ պատմենք, ինչքան էլ տեղեկությունները փորձենք էլ ավելի թարմացնել վարդապետի մասին, ամեն հաջորդ րոպեին գուցե մի նոր բան բացահայտենք։ Ինչ հնարավոր նոր տեղեկություններ կարելի էր ստանալ այս ձեռք բերված նյութերից։ Այս նյութերը այդ առումով են հետաքրքիր եւ արժեքավոր եւ դրանց ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս ավելի հստակ արժևորել եւ գիտակցել մասնավորապես Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին շրջանը, որի մասին երևի թե ամենակիչն է խոսվում եւ որ ամենաշատ հարցերն ու հետաքրքրությունն է առաջացնում։ Ու շատ տարակարծիք են մարդիկ այս առումով, կոմիտասագետները, գիտնականները։ Միան, այո, տարակարծիք են, իսկ ինչից է առաջանում այդ տարակարծությունը փաստերի, արխիվների, վավերագրերի սակավությունից։ Այս առումով շատ ենք կարևորում մեր հավաքածուն եւ պիտի ասենք, որ նամակներ Վիլժուիֆից ցուցադրության շրջանակներում ցուցադրվելու են ոչ միայն Կոմիտաս Գևորգյանի ֆոնդը, այլ նաեւ որոշակի միավորներ հենց Վիլժուիֆի Կոմիտասի անձնական գործից, որը եւս մեր առաջին տնօրենի Պարոն Նիկոլայ Կոստանդյանի ջանքերով կարողացանք հենց 2015 թվականին ձեռք բերել Վիլժուիֆից, ստացանք Կոմիտասի անձնական գործը թղթապանակ, այո, դա երկար ժամանակ, այսպես երազանքի նման մի բան է շատերի համար, որովհետև գիտենք, որ գոյություն ունի բժշկական գաղտնիք, գոյություն ունի հնության ժամկետ, այսինքն որոշ ժամանակ այդ արխիվները ուղղակի անձեռնմխելի են եղել եւ շատ դանդաղ, փշուր առ փշուր կարողացել են դրանք բացահայտվել ուսումնասիրողների համար։ Եվ մենք ուրախ ենք, որ այդ թղթապանակը այժմ մեր մոտ է, մի քանի բան էլ այնտեղից ցույց կտանք,
որպեսզի այդ վերջին, բայց շատ երկարատև շրջանը փաստորեն ինչքան երկար է տևել, չէ, 1900 կարելի ասել 16 թվականից մինչև 1935, նույնիսկ դրանից հետո առնչվող վավերագրեր կան, այդ ամեն ինչը ավելի հստակ, ավելի հիմնավոր ներկայացնել։ Դա էլ հենց գիտական ուսումնասիրության նպատակն է, իմաստն է, որ մենք կարողանանք ավելի վստահ լինել եւ արժանահավատ ներկայացնել մեր մեծերի կենսագրությունը։ Իհարկե բացի այս կարևոր ձեռքբերումից, որից նաև բխելու են բոլոր ծրագրերը եւ նախաձեռնությունները այսօր եւ ընդհանրապես տարվա ընթացքում, որ պիտի ներկայացնեք այցելուներին, բայց հետաքրքիր է այս շատ կարևոր ձեռքբերումից հետո հստակ որոշել եք արդեն թե այդ ամեն ինչ պես եք դուք ներկայացնելու տարբեր տարիքային խմբի այցելուներին եւ նաեւ այն մարդկանց, ովքեր ունեն տարբեր մասնագիտացված ուղղություններ, որովհետեւ վստահաբար բժիշկներ, երաժիշտներ, երգիչներ կամ պարզապես այցելուներ, նրանք տարբեր ընկալումներով կարող են հասկանալ այդ ամենը եւ ընդհանրապես այն ամեն ինչ տեղի ունենում Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Այդ ձևաչափերի մասին կցանկանայինք տեղեկանալ, ինչ եք մտածել այսօր ու վաղ, ինչպես եք ներկայացնելու այդ ամենը տարբեր տարիքային խմբերին եւ տարբեր մասնագիտություն ունեցող այցելուներին։ Շատ լավ։ Ձեր հարցի մեջ ամեն ինչ բարփակված էր, ինչ որ ես ուզում եմ պատմել։ Նախ երևի հարցի առաջին մասին անդրադառնալով նաև եզրափակենք ցուցադրության հատվածը։ Ցուցադրությունը դա մի մեծ նախագծի հատված է, որը սկսվել է վաղուց, չէ, եթե չհաշվենք 15 թվականից այդ վավերագրերը ձեռք բերելը, ապա դեռևս մեր նախորդ ցուցադրությունից բխեց հետաքրքրությունը, այնտեղ արդեն մի քանի նամակ կային, ցուցադրությունը նվիրված էր Մարգարիտ Բաբայանին, Կոմիտաս վարդապետի բարեկամներից, երգչուհի Մարգարիտ Բաբայան, այնտեղ արդեն կային որոշակի առնչություններ Վիլժուիվի հետ եւ այդտեղից բխեց անհրաժեշտությունը ուսումնասիրությունը շարունակելու։ Այս ուսումնասիրությունը պիտի ասեմ, որ դեռ նույնիսկ ընթացքի մեջ է։ Մենք որոշակի փուլեր ենք անցել, հասել ենք ցուցադրությանը, բայց նախատեսում ենք մեծ մասշտաբային հրատարակություն, որտեղ արդեն կցուցադրվեն ամբողջական արխիվները, կտվեն թարգմանությունները, ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն, որովհետև հետաքրքրվողները շատ են։ Իհարկե կմշակվեն ձևաչափեր տարբեր տարիքային խմբերի համար, պիտի հաշվի առնենք, որ այս թեման գուցե ավելի հասուն ունկնդրին այցելուին հետաքրքիր լինի, բայց միևնույն է հարցեր բոլորն են տալիս եւ այս մեծ նախագծի մեջ նաեւ ներառված է առաջին ուսումնասիրողի Լուիս Հովհաննիսյանի աշխատության թարգմանությունը, դա հոգեբանական, հոգեբուժական աշխատություն է, որը գրված է եղել ֆրանսերեն լեզվով։ Իսկ այսօրվա հետ կապված իհարկե մեր լսարանը ընդհանրապես ոչ մի սահմանափակում չունի։ Այսօր Կոմիտասի թանգարան ինստիտուտում մեկնարկում է Կոմիտաս միջազգային գիտաժողով փառատոնը, որը հոբելյանական է, նվիրված է Կոմիտասի թանգարան ինստիտուտի 10-ամյակին եւ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր բոլորին հրավիրում եմ ժամը 1-ից համեցեք թանգարան եւ մենք հագեցած ծրագիր ունենք, նախ կայցելենք Կոմիտաս վարդապետին, ծաղիկներ կտանենք նրան, հետո կբացենք ցուցադրությունը, որի մասին արդեն խոսեցինք, եւ հետո Կոմիտասի անվան ազգային քառյակի հրաշալի ելույթով մենք կսկսենք մեր համերգաշարը, որը նաեւ կեզրափակվի 2 օր գիտական նիստերով։ Մենք ունենք նաեւ միջազգային գիտաժողով, որտեղ մասնակցում են գիտնականներ, ուսումնասիրողներ տարբեր երկրներից, բավական լայն աշխարհագրություն ունենք այս տարի եւ հետաքրքիր կլինի նաեւ լսել գիտական մտքերի փոխանակման եւ նոր տեսակետների։ Նշեցիք, որ 2 օր եւս տևելու է գիտաժողովը, բայց համերգային ծրագրերը եւս շարունակական են լինելու, այս օրերին շատ տարբեր համերգներ են սպասվում, մի փոքր նաեւ պատմենք այդ ծրագրերի մասին ու ամենակարևորը մեր հեռուստադիտողների համար նշենք, որ մուտքն ազատ է, սիրելի հեռուստադիտողներ, ու ձեզանից շատերը կարող են ունկնդրել կոմիտասյան հնչյունները հենց Կոմիտասի տարածքում, Կոմիտաս թանգարան ինստիտուտում։ Այո, հագեցած համերգային ծրագիր ունենք, սկսած այսօրվանից, համերգներ կլինեն նաև սեպտեմբերի 27-ին, 30-ին, հոկտեմբերի 3-ին եւ 8-ին ամենատարբեր ժանրեր ենք փորձել ընդգրկել եւ դաշնամուրային երաժշտություն կլինի եւ կամերային երաժշտություն, վոկալ երաժշտություն կկատարեն բացի Կոմիտասի անվան ազգային քառյակից, մենք հաճույք կունենանք ունկնդրելու Հայկ Մելիքյանին դաշնակահար, Հրաչուհի Բասենցը Գերմանիայից հատուկ ժամանել է փառատոնի մասնակցելու համար, մեր մեծ հայրենակցուհի,
իր դաշնակահարի հետ, Արմեն Աղաջանյանի հետ, նաև կընտրեն Գեղարդ երգեցիկ խմբի համերգը եւ Հովեր պետական կամերային երգչախմբի համերգը, նրանք բոլորն էլ իրենց յուրովի կերպով կներկայացնեն Կոմիտաս եւ առհասարակ կոմպոզիտորական դպրոց հայ եւ արտասահման։ Եվ տեղեկությունը ավելի լիարժեք դարձնելու համար կխնդրեմ նաև նշել ժամային գրաֆիկը, երբ է սպասում համերգներ օրվա որ ժամին։ Այսօրվա համերգը վաղ է լինելու, ժամը 2-ին կլինի համերգը, որը կդառնա բացման այսպես յուրատեսակ մի մասը։ Հայկ Մելիքյանի համերգը հրավիրում ենք բոլորին ժամը 7-ին, ինչպես նաև Հրաչուհի Բասենցի համերգը եւս ժամը 7-ին, Գեղարդ երգեցիկ խմբի համերգը կսկսվի 7:30, իսկ Հովեր պետական կամերային երգչախմբի համերգն էլ փաստորեն համընկնում է փառատոնի փակման եւ գիտաժողովի փակման արարողության հետ, հետեւաբար փոքրինչ շուտ կսկսվի ժամը 5-ին, բայց սիրով կսպասենք բոլորին ներկա գտնվելու եւ մեզ հետ եզրափակելու մեր փառատոնը։ Իրականում ես նաև կառաջարկեի, որպեսզի մեր հեռուստադիտողները սոցիալական հարթակներում հետևեն Թանգարանի ինստիտուտի էջին, որևէ նորություն բաց չթողնելու համար, որովհետև նախագծերը իրականում, որը դուք իրականություն եք դարձնում, շատ են եւ տարբեր սերունդների համար են, տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց համար են, որովհետև բոլորս երբեմն նաև կարիքն ենք ունենում ծանոթանալու, վերհիշելու ու թարմացնելու մեր գիտելիքները կապված Կոմիտաս վարդապետի հետ ու այդ առիթով շնորհակալ ենք ողջ թիմին Թանգարան ինստիտուտի աշխատակիցներին, գիտաշխատողներին կատարած լայնածավալ աշխատանքի համար։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու եւ այս հետաքրքիր ու կարևոր տեղեկություններով մեր հեռուստադիտողներին տեղեկությունները պատմելու համար։ Շնորհակալ ենք։ Ձեզ օրվա հաճելի եւ տոնական շարունակություն, որովհետեւ սա բոլոր հայերիս համար տոն է, որ պիտի պարզապես վայելենք ու հավատարիմ մնանք մեր ակունքներին։ Սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեր եթերում, առավոտ լուսո րոպեներ անց կրկին կլինի ձեզ հետ, խնդրեմ։